Այդ ընթացքում մայր տաճարում Սուրբ Պատարագ էր, որը հանդիսապետում ամենայն հայոց վեհափառը։ Նախօրեին էջմիածնում էին քաղաքական ու հասարակական դեմքեր իրենց աջակցությունը հայտնելու Լուսավորչի աթոռի 132-րդ տեղապահին։ Մի շարք հասարակական դեմքեր կանխատեսում են հաջորդը կաթողիկոսին են ձերբակալելու։ Ուրբաթ օրը հրապարակվել էր հեռախոսազանգ Նաթան Սրբազանի ու կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղայի մասնակցությամբ։ Վերջինս կանգատվում էր, թե կաթողիկոսը իրեն հորդորել է գնալ հակաիշխանական ցույցերին։ Քննչական կոմիտե այդ մասին հաղորդում է ներկայացվել։ Նման մեկ այլ հաղորդման գործով օրերս Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին են կալանավորել, աղոթքով եւ ուղերձով է դիմավորել Գարեգին II հավատացյալներին։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորվել Միքայել Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը, ասել է Գարեգին II կաթողիկոսը, վստահեցնելով, որ հայ եկեղեցին անսասան կմնա։ Մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետանում լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանության։ Մեր կոչ չտկարանա, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության։